Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսանդր Բեևզը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի մշակած 28 կետանոց խաղաղության պլանը այն տեսքով, որով այն հայտնի էր, այլևս գոյություն չունի։ Նրա խոսքով ծրագիրը լիովին վերանայվել է եւ Կիևի բոլոր դիտողությունները հաշվի են առնվել։ Որոշ կետեր ամբողջությամբ հանվել են, որոշներն էլ փոփոխվել, նշել է խորհրդականը։ Վերջինս վստահեցրել է, որ Ուկրաինան չի ընդունել իրեն անընդունելի պայմաններ։ Թրամփի 28 կետանոց խաղաղության նախնական նախագիծը ներկայացվել էր Կիևին անցյալ շաբաթ։ Այն պարունակում էր բազմաթիվ կոշտ պահանջներ, ներառյալ Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի կազմում։ Վաշինգտոնը ըստ հաղորդումների ցանկանում է, որ համաձայնագիրը ստորագրվի մինչև նոյեմբերի 27-ը, Շնորհակալության օրը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները ձգտում են երկարաձգել Ուկրաինայում հակամարտությունը, միաժամանակ չցանկանալով կրել Կիևին աջակցելու ֆինանսական ծախսերը։ Այս հայտարարությունը հնչել է Եվրամիության արտակարգ գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել է ուկրաինական ճգնաժամի լուծման ամերիկյան ծրագիրը։ Այսօրվա տեսակոնֆերանսից հետո կարող եմ մեկ բան վստահաբար ասել. Եվրամիությունը ցանկանում է շարունակել պատերազմը, բայց ոչ մի կոպեկ չունի Ուկրաինայի ռազմական տեխնիկա մատակարարելու, ոչ մի կոպեկ Ուկրաինայի գործողությունները ֆինանսավորելու համար եւ ոչ մի պատկերացում անգամ չունի, թե ինչպես ստանալ այդ գումարը, նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ԱՄՆ ծրագիրը պարունակում է բազմաթիվ լավ տարրեր։ Այնուամենայնիվ նա նշել է, որ նախագիծը հետագա մշակման կարիք ունի։ Ես չեմ ուզում տողարտող անդրադառնալ այս ծրագրին, մասամբ այն պատճառով, որ այն ներկայումս քննարկման փուլում է։ Այն ունի բազմաթիվ լավ բաղադրիչներ, բայց կան նաև որոշներ, որոնք կատարելագործման կարիք ունեն, հայտնել է գլխավոր քարտուղարը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու շրջապատը նրան զգուշացնում է խուսափել Վաշինգտոն այցելելուց, վախենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր վեճից, որը կարող է խափանել ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդել է Financial Times-ը։ Քննարկվել է, արդյոք Թրամփը կհանդիպի Զելենսկու հետ Վաշինգտոնում այս շաբաթ գործարքը ամրապնդելու նպատակով, սակայն Զելենսկու շրջապատի որոշ անձինք խորհուրդ են տվել նրան մնալ Կիևում, որպեսզի խուսափի Թրամփի հետ հերթական վեճից, նշվել է հոդվածում։ Մեկ օր առաջ CBS News-ը հայտնել էր, որ Զելենսկին կարող է այս շաբաթ մեկնել Վաշինգտոն Թրամփի հետ հանդիպելու եւ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու համար։ Հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, ուկրաինական Public հեռուստաալիքը հայտնել էր, որ այս շաբաթ Թրամփի եւ Զելենսկու միջև հանդիպում նախատեսված չէ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պահպանելով ՆԱՏՕ-ի գիծը միաժամանակ Մոսկվային փոխանցում է զգուշավոր եւ շեշտված ազդակներ, շփումները չկոտրելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Իգոր Պելիչիարին։ Քաղաքագետի խոսքով Մելոնին շարունակում է հետևել Ատլանտյան դաշինքի քաղաքականությանը, սակայն կարևոր էլեմենտ է այն, որ Իտալիան Մոսկվա է ուղարկել նոր դեսպան Ստեֆանո Բելտրամեին, Մատեո Սալվինիի մտերիմ ընկերոջը։ Սալվինին համարվում է Մելոնիի կառավարության այն անդամը, ով առավել բարեկամական դիրք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Այս քայլը Պելիչիարիի կարծիքով վկայում է ոչ թե կուրսի փոփոխության, այլ իտալական էլիտաների հաշվարկված ռեալիզմի մասին, որոնք չեն թաքցնում ռուսական շուկա վերադառնալու հետաքրքրությունը։ Ավելի վաղ Պելիչիարին գնահատել էր Եվրամիության միացնությունը ուկրաինական հարցում, նշելով, որ այսօր դաշնությունը ակնհայտորեն բաժանված է արևելյան եւ արևմտյան բլոկների միջև, ինչը ազդում է ընդհանուր քաղաքական համադրման վրա։